Հանուն Հոր և Որդու և Հոգու Սրբու, ամեն։ Ողջունում ենք բոլորիդ ներկայությունը Տաթևի վանքում։ Այսօր տերունական հարության սուրբ օր է, կիրակի, որ մեր Տերը Հիսուս Քրիստոս պատվեց, երբ հարություն առավ մեռելներից։ Առանձնահատուկ է այս օրը, կոչվում է նաև միաշաբաթ, շաբաթվա առաջին օրը։ Այս օրն էր, որ լույսը ստեղծվեց, և այս օրը, որ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի լույս հարությունը տեղի ունեցավ։ Այս օր էր, որ մեր հոգու խավարը աստվածային լույսով փարատվեց, որովհետև մենք քանի դեռ չենք ճանաչում Տիրոջը Հիսուս Քրիստոսին, խավարի մեջ ենք խարխափում, մեր միտքը, որ աստվածային լույսով լուսավորված չէ, չի կարողանում զանազանել արդարը անարդարից, ճշմարիտը սխալից, իսկ երբ աստվածային լույսն էր մեր մտքի մեջ ծագում, երբ մենք ավետարանի պատվիրաններն ենք կարդում և սերտում, ապա մեր միտքը սկսում է ճիշտ ձևով մտածել։ Մենք զանազանում ենք մեղքը և ոչ մեղքը, արդարությունն ու անիրավությունը։ Մեր սիրտը տարբեր տեսակի ցանկություններով, մեղքերով, սովորություններով բռնված է մնում, քանի դեռ Տիրոջ լույս հավատքը չի ճանաչել։ Մենք չարանում ենք, բարկանում ենք, նախանձում ենք, ոխ ենք պահում, ցանկասիրությամբ ենք բռնվում, մեր սիրտը դարձնում ենք մեղքերի անդաստան։ Երբ Քրիստոսի սուրբ լույսն է մեր մեջ ծագում, սկսում ենք արտասվել, սկսում ենք հառաչել ի խորոց սրտի, ինչպես Սուրբ Գրիգոր Նարեկացին էր ասում, սրտի խորքերից խոսք Աստուծո հետ, ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, ինչպես որ ձեռքերը առանց տաք ջրի և օճառի չի մաքրվում, այնպես էլ սիրտը առանց ջերմ արտասուքների և հավիտենական տանջանքների մռմուռի և հիշեցման չի մաքրվում մեր սիրտը։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս իր երանիներից մեկի մեջ ասում է. երանի սրտով մաքուրներին, որտև նրանք Աստծուն պետք է տեսնեն։ Մեծ սրբություն է սրտով մաքուր լինելը, որտև Աստված մեզ իր պատկերի նմանությամբ է ստեղծվել։ Եթե մենք մեր հոգու խորքը ներթափանցենք, ապա Աստծո պատկերը այնտեղ պետք է տեսնենք։ Մեր սիրտը Տիրոջ հայելին է, եթե մաքուր է այդ հայելին, ապա աստվածային անդրադարձը երևում է այդ հայելու մեջ։ Եթե աղտոտված է այդ հայելին մեր սիրտը, ապա Աստված չի կարող երևալ մեր սրտի մեջ և չի կարող Աստված մեր սրտերում բնակվել, որտեղ սուրբ է Աստված և սուրբերի սրտերում է բնակվում, անսուրբ, մեղավոր մարդու մեջ չի բնակվում Աստված։ Երբ ճանաչեցինք ճշմարտությունը, հասկացանք, որ մեր մարմինը և մեր զգայարանները բռնված են տարբեր տեսակի մեղքերով, գայթակղություններով, ցանկություններով, և հասկացանք, որ այդ մեղքերը խափանում են աստվածային Սուրբ Հոգու հաստատումը մեր մեջ, հեռացնում են մեզանից խաղաղությունը, մեր խիղճը սկսում են տանջել խղճահարությամբ, ցավերով, վշտերով և նեղություններով, որտև ով մեղք է գործում, մեղքի ծառա է, և ով մեղք է գործում, չի կարող խաղաղություն ունենալ, որտև մեղքը ստրկացնում է նրան, առաջնորդելով դեպի հավիտենական տանջանքներ։ Ով մեղք է գործում, չի կարող մաքուր միտք ունենալ,
որտև միտքը ստրկացած է մեղքերին եւ ցանկություններին, եւ այսպիսով նրա ընթացքը դեպի երկնքի արքայություն չէ, այլ դեպի կործանում։ Բայց մեր Տերը եկավ, որպեսզի մենք հետ կանգնենք չար ճանապարհից, փնտրենք Տիրոջ փրկությունը, գտնենք մեր սրտերում Աստծո խաղաղությունը, ինչպես մեր Տերն էր ասում. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, չեմ տալիս ինչպես աշխարհն է տալիս»։ Մի վախեցեք, այլ է Քրիստոսի խաղաղությունը եւ այլ է աշխարհի կեղծ խաղաղությունը։ Աշխարհը մեզ տալիս է մարմնի հանգստություն, հանդարտավետություն, ապահովություն, հարստություն, բայց դրա դիմաց խլում է մեր խաղաղությունը, որտեղ խաղաղությունը հարստության, հանդարտավետության, փափկության մեջ չէ, խաղաղությունը Քրիստոսի սիրո մեջ է։ Եվ ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետն էր ասում, խոր վիրապի անդնդային տանջանքների մեջ, որդերի ու կարիճների օձերի մեջ ես այնպիսի վայելք, այնպիսի ուրախություն, այնպիսի փափկություն ապրեցի եւ ճաշակեցի, որ աշխարհի որևէ թագավոր իր ճոխության ու փափկության մեջ չճաշակեց։ Խաղաղությունը սիրո մեջ է։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է. ավելի մեծ սեր չկա, քան մեկը իր կյանքը զոհաբերի հանուն իր բարեկամի։ Իրապես մեծ այն սերը, որ պատրաստ է զոհաբերության։ Առաջնային բարեկամը մեր հոգին է, եւ մեր մարմինը պետք է զոհաբերենք հանուն հոգու։ Պետք է ժուշկալությամբ ապրենք մարմնի մեջ, պահքերով, աղոթքներով, երկրպագություններով եւ այսպիսով մարմինը զոհաբերելով կփրկենք հոգին, կենթանացնենք հոգին եւ կապրի նաեւ մարմինը։ Իսկ ով ուզում է կենթանացնել միայն մարմինը, հագուրտ տալ մարմնին ամեն տեսակի մեղքերով, ցանկություններով, չարիքներով ու որկրամոլությամբ, ցանկասիրությամբ, ապա կորցնում է եւ մերցնում ոչ միայն իր հոգին, այլ նաեւ իր մարմինը։ Իսկ նա է իմաստուն մարդ, ով հոգին եւ մարմինը ներդաշնակության ու սիրո մեջ է պահում։ Եվ ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, որ հավիտենական կյանքում արդարների մարմիններն ու հոգիները միմյանց հետ պետք է զրուցեն եւ շնորհակալություն հայտնեն։ Հոգին մարմնին պետք է ասի. շնորհակալ եմ իմ կրտսեր եղբայր, որովհետև քո ամբողջ կյանքում ժուշկալությամբ ապրեցիր, մեղքերից հեռու եղար, պահք պահեցիր եւ այդպես կենթանացրեցիր ինձ հոգին։ Իսկ մարմինն էլ շնորհակալություն պետք է հայտնի հոգուն ասելով. շնորհակալ եմ քեզանից, որ իշխեցիր իմ կրքերն ու ցանկությունները, որ իմ կամքը չկատարեցիր, այլ գերադասեցիր քո կամքը, հոգու կամքը, եւ այդպես այսօր մենք երկուսով երկնքի արքայության մեջ ուրախություն ու ցնծություն ենք վայելում։ Իսկ մեղավորների մարմիններն ու հոգիները, ինչպես այս աշխարհում են անհաշտ, վիճում են միմյանց, հոգին մարմնի հակառակն է ցանկանում, իսկ մարմինը հոգու հակառակը, եւ այդ հակառակամարտությունը սրվում է մեղավորների մեջ եւ պահվում ահեղ դատաստանի առջեւ։ Մարմինը հոգին կռվում են միմյանց հետ, հոգին դատապարտում է մարմնին, որ չկատարեց հոգու կամքը, եւ մարմինն էլ դատապարտում է հոգուն, որ չհնազանդեցրեց իրենց։ Ուրեմն մենք մեր կյանքը ապրենք մաքրությամբ եւ սրբությամբ, փորձենք Տիրոջ պատվիրանների լույսով ընթանալ եւ Քրիստոսի խաղաղությունը մեր սրտերում կհաստատվի։ Ամեն։